Մանկական շաքարային դիաբետ ունեցողներն արդեն 3 ամիս պոլիկլինիկաներից չեն կարողանում ստանալ իրենց հասնող դեղորայքը, այդ թվում ամենակարևոր ու անհրաժեշտ ինսուլինը։ Ծնողներն են բողոքում, համապատասխան քանակը չկա, որ բոլորին տան։ Առողջության պահպանման առաջնային օղակից այս պատասխանն են ստացել, երբ հարցրել են ինչու։ Չեմ ուզում մեղադրել բժիշկներին, որ բժիշկները չեն տրամադրում, պետք է առողջապահության նախարարությունը տա, որ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում կարողանան հիվանդներին ժամանակին հասցնել։ Մեր երեխաները հացային միավորներով են սրսկում, չի հերիքացնում։ Դեղորայքի ստացման հետ կապված պրոբլեմը լուրջ է, բայց ոչ միակը, որին այս ընթացքում բախվել են շաքարային դիաբետ ունեցող երեխաները։ Հաշմանդամության թոշակը կտրել են, գումարն էլ չեն ստանում։ Սա էլ քիչ է, ծնողները մտավախություն ունեն, որ գուցե առաջիկայում անվճար բուժծառայությունները դառնան վճարովի։ Պետք է կարգ տրամադրվի, որ երեխաները կարողանան գոնե տարեկան մեկ անգամ անվճար պարկեն, իսկ եթե կարգ չտրամադրեն, թոշակ չստանան երեխաները, բոլորը լինելու է վճարովի, թե անալիզները, թե հիվանդանոցում պարկելը։ Ֆունկցիոնալության փորձաքննությանը շաքարային դիաբետ ունեցող երեխայի ծնողի խոսքով բոլորին նույն գնահատականն են տալիս, ինչը վերջինիս համար կասկածելի է։ Եթե երեխայի օրգանը չի աշխատում, ենթաստամոքսային գեղձը չի աշխատում, ինսուլին չի արտադրում տվյալ երեխայի մոտ, ոնց կարելի է մարդ համարվի լիարժեք առողջ անձնավորություն։ 18 տարեկանից հանում եք այդ հաշմանդամությունը, հանում եք այդ կարգը, այդ թոշակը, բայց արդյունքում շաքարը մնում է, չի անհետանում։ Փոխարենը սկզբից վերցնեն, ասեն գլյուկոմետրը տուր, տեսնենք շաքարդ ինչ թվերի վրա է, տատանումները, չէ, աթոռը դնում են մեջտեղ, երեխային նստեցնում են 5, 6, 7, ասում են նստի վերկաց։ Ծնողներն իրենց բողոքն առողջապահության նախարարություն են հասցրել, հանդիպել նախարարի հետ։ Առաջին հանդիպումից տպավորված չեն, իրենց խնդիրներն ասում են ըստ էության չեն լուծվել։ Ակնկալում են, որ նախարարությունում իրենց դարձյալ կընդունեն, իսկ գերատեսչությունից փոխանցում են, որ խնդիրների հաղթահարման համար համապատասխան ծրագրեր կմշակեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։